Երբ բժիշկները մտան Վահագնի սենյակ, նրանք գտան մի բան, որը 30 տարի թաքցրել էին նույնիսկ ընտանիքից։ Հոգեբուժական քարտում, որը վերագրված էր հետագայում, իսկական ախտորոշումը ջնջված էր սև մարկերով։ Բայց մի բժիշկ, որը այժմ ապրում է Լոս Անջելեսում եւ խոսեց առաջին անգամ 40 տարի անց, պահպանել էր բնօրինակի լուսապատճենը։ Այդ թղթի վրա գրված էր մի բառ, որը Ֆրունզիկը երբեք չէր ուզում լսել. ժառանգական շիզոֆրենիա, մայրական գծով։ Ով էր այն կինը, որի արյունը դատապարտեց ամբողջ տոհմին։ Ինչու Մկրտչյանը, երբ իմացավ ճշմարտությունը, փակվեց իր տանը եւ 3 օր ոչ ոքի չբացեց դուռը։ Ինչպես է հնարավոր, որ մարդը, որը ողջ երկիրը ծիծաղեցրեց Միմինոյում, տանը լացում էր մենակ 1963 թվականին, երբ Ֆրունզիկ Մկրտչյանը դեռ երիտասարդ դերասան էր Թբիլիսիի թատրոնում, նա հանդիպեց Դոնարային։ Նա եկել էր հանդիսատես տեսնելու Պեպոն ներկայացումը, եւ Ֆրունզիկը նկատեց նրան առաջին շարքում։ Դոնարան էր այն կինը, որի մասին բոլոր տղամարդիկ երազում էին։ Մուգ աչքեր, որոնք փայլում էին սև ադամանդի պես, եւ ձայն, որը հնչում էր ինչպես թավջութակ։ Բայց Ֆրունզիկը չգիտեր, որ այդ ընտանիքում կար մի սարսափելի գաղտնիք, որը փոխանցվում էր սերնդից սերունդ, ինչպես անեծք։ Դոնարայի մայրը Արփինեն վերջին 10 տարիները ապրել էր հոգեբուժարանում Կութայսիում։ Նրա քույրը Նունեն 1952 թվականին ինքնասպան եղավ, նետվելով Կուրայի գետը։ Իսկ հայրական տատը, որի անունը ոչ ոք չէր հիշում, մահացել էր կապված հոգեբուժարանի մի մահճակալին, երբ նա փորձեց կծել բուժքույրերին։ Բայց երբ Ֆրունզիկը հարցրեց Դոնարայի հորը ընտանիքի մասին, ծերունին պատասխանեց միայն. «Մենք սովորական մարդիկ ենք, որդիս, Աստված մեզ պահպանել է»։ Սուտ էր։ Աստված չէր պահպանել։ Հարսանիքը կայացավ 1965 թվականի գարնանը Թբիլիսիի Սիոնի տաճարում։ Ֆրունզիկը կրում էր սև կոստյում, որը փոխառել էր թատրոնի հագուստավորումից, եւ նա երջանիկ էր այնպես, ինչպես երբեք չէր եղել։ Հյուրերը խմում էին կախեթիի գինի, պարում էին լեզգինկա, եւ ոչ ոք չնկատեց, որ Դոնարայի մայրը չկար հարսանիքում։ Երբ Ֆրունզիկը հարցրեց որտեղ է կեսուրը, Դոնարան պատասխանեց. նա հիվանդ է, մի մտածիր դրա մասին։ Բայց ճշմարտությունն այն էր, որ Արփինեն այդ պահին կապված էր հոգեբուժարանի մահճակալին, որովհետև նա հարձակվել էր բուժքույրի վրա մի կտոր ապակով, որը գտել էր պատուհանի շրջանակից։ Ֆրունզիկը չգիտեր, նա չուզեց իմանալ։ Նա սիրում էր Դոնարային, եւ սերը կույր է։ Առաջին 3 տարիները ամուսնությունը երջանիկ էր։ Ֆրունզիկը նկարահանվում էր ֆիլմերում, ինչ որ բան փոխվեց։ Նա սկսեց արթնանալ գիշերվա մեջ եւ նայել պատուհանից, ժամերով, առանց շարժման։ Երբ Ֆրունզիկը հարցնում էր. «Ինչ է նայում», նա պատասխանում էր. «Նրանք այնտեղ են, նրանք հետևում են մեզ»։ Ֆրունզիկը կարծում էր, որ դա հղիության տարօրինակություններն են։ Բժիշկները ասացին. «Հորմոններ են, անցնելու է», բայց չանցավ։ Վահագնը ծնվեց 1969 թվականի հունվարի 12-ին, ցուրտ գիշեր, երբ Թբիլիսին ծածկված էր ձյունով։ Ֆրունզիկը սպասում էր ծննդատանը միջանցքում, ծխում էր կազբեկ սիգարետներ եւ աղոթում էր։ Երբ բուժքույրը դուրս եկավ եւ ասաց. «Տղա է», Ֆրունզիկը լաց եղավ։ Նա մտավ պալատ եւ տեսավ Դոնարային, գունատ, հոգնած, բայց ժպտացող։ Նա բռնեց նրա ձեռքը եւ շշնջաց. «Շնորհակալ եմ, իմ սիրելիս»։ Բայց երբ նա նայեց նորածնին, նա տեսավ ինչ-որ բան Դոնարայի աչքերում, ինչ-որ բան, որը նրան սարսափեցրեց։ Դա չէր ուրախություն, դա վախ էր։ Դոնարան նայում էր երեխային ոչ թե ինչպես մայր, այլ ինչպես մարդ, որը տեսնում է իր սեփական դատավճիռը։ Առաջին ամիսները Վահագնը սովորական երեխա էր։ Նա լաց էր լինում, երբ քաղցած էր, քնում էր, երբ հոգնած էր, եւ ժպտում էր, երբ Ֆրունզիկը խաղում էր նրա հետ։ Բայց Դոնարան փոխվում էր։ Նա դադարեց երգելք, նա դադարեց ժպտալ։ Նա նստում էր ժամերով պահելով երեխային գրկում, բայց նրա աչքերը դատարկ էին, ինչպես մահացածի աչքերը։ Ֆրունզիկը փորձեց խոսել նրա հետ, բայց նա միայն շրջվում էր դեպի պատը։ Հարևանուհին Մանանան, որը հաճախ օգնում էր երեխայի հետ, մի օր ասաց Ֆրունզիկին. «Ֆրունզիկ, այ, 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 ոյզասկա գամանայ, այ, 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 նա ասում է. «Գա»։
Արփինեն մահացել էր 3 ամիս առաջ հոգեբուժարանում, բայց Դոնարան չգիտեր դրա մասին։ Կամ գիտեր, բայց նրա միտքը արդեն ապրում էր այլ իրականության մեջ։ Ֆրունզիկը տարավ նրան տուն, ծածկեց վերմակով եւ նստեց նրա կողքին մինչեւ առավոտ։ Նա չքնեց։ Նա վախենում էր, որ եթե քնի, Դոնարան կվերադառնա գետը։ Բայց ամենավատը դեռ չէր եկել։ 1971 թվականի աշնանը, երբ Վահագնը սկսեց խոսել, Դոնարան սկսեց լսել ձայներ։ Նա ասում էր Ֆրունզիկին. «Նրանք ինձ ասում են, որ երեխան վտանգի մեջ է, նրանք ասում են, որ ես պետք է նրան պաշտպանեմ»։ Ֆրունզիկը հարցնում էր. «Ո՞վ են նրանք»։ Բայց Դոնարան չէր պատասխանում։ Նա միայն նայում էր անկյունը եւ շշնջում էր ինչ-որ բան, ինչ-որ աղոթք կամ մանտրոր, աղոթք կամ մանտրա, որը ոչ ոք չէր հասկանում։ Մի գիշեր Ֆրունզիկը արթնացավ եւ տեսավ, որ Դոնարան կանգնած է Վահագնի մահճակալի վրա, բարձը պահելով ձեռքերում։ Նա հարցրեց. «Ինչ ես անում»։ Եվ Դոնարան շրջվեց դեպի նրան, աչքերով, որոնք չէին ճանաչում նրան։ Նա ասաց. «Նրանք ասացին, որ ես պետք է դա անեմ։ Նրանք ասացին, որ դա միակ ճանապարհն է»։ Ֆրունզիկը ցատկեց մահճակալից, խլեց բարձը նրա ձեռքերից եւ գրկեց Վահագնին։ Երեխան արթնացավ եւ սկսեց լալ։ Դոնարան նստեց հատակին եւ սկսեց ծիծաղել, հիստերիկ, սարսափելի ծիծաղ, որը հնչում էր ինչպես կոտրված ապակի։ Հաջորդ առավոտ Ֆրունզիկը տարավ Դոնարային հոգեբույժի մոտ։ Բժիշկը, որի անունը Գևորգ Խաչատրյան էր, զննեց նրան եւ հարցրեց ընտանեկան պատմության մասին։ Երբ Ֆրունզիկը պատմեց Արփինեի եւ Նունեի մասին, բժիշկը հանեց իր ակնոցները եւ հանգիստ ասաց. «Պարոն Մկրտչյան, ձեր կինը տառապում է պարանոիդ շիզոֆրենիայով, ժառանգական ձևով։ Դա անբուժելի է։ Մենք կարող ենք միայն վերահսկել ախտանիշները դեղորայքով, բայց հիվանդությունը կմնա նրա հետ ողջ կյանքը»։ Ֆրունզիկը նստեց լռությամբ, մի րոպե, 2, 3։ Ապա նա հարցրեց այն հարցը, որը փոխեց ամեն ինչ. «Իսկ իմ որդին, նա կարող է ժառանգել դա»։ Բժիշկը նայեց նրան երկար ցավոտ նայվածքով եւ ասաց. «Հավանականությունը 40% է։ Եթե մայրը հիվանդ է եւ մայրական տատը հիվանդ էր, ապա գենետիկ բեռը շատ ուժեղ է»։ Ֆրունզիկը դուրս եկավ բժշկի կաբինետից եւ նստեց միջանցքի նստարանին։ Նա չլացեց, նա չգոչեց։ Նա միայն նստեց, ձեռքերը ծալած, նայելով հատակին։ Բուժքույրը, որը անցնում էր կողքով, հարցրեց. «Ձեզ վատ է, պետք է օգնություն»։ Ֆրունզիկը շարժեց գլուխը. «Ոչ»։ Նա չէր ուզում օգնություն։ Ինչպես կարող էր ինչ-որ մեկը օգնել, երբ ողջ աշխարհը փլվում էր նրա շուրջը։ Նա մտածում էր Վահագնի մասին, իր փոքրիկ տղայի, որ այժմ տանը խաղում էր խաղալիքների հետ, չգիտակցելով, որ նրա ներսում թաքնված է ժամանակային ռումբ, որը կարող է պայթել ցանկացած պահի։ 40%։ Դա նշանակում էր, որ յուրաքանչյուր 2 երեխայից մեկը կարող է ժառանգել մոր անեծքը։ Ֆրունզիկը փակեց աչքերը եւ աղոթեց։ Առաջին անգամ իր կյանքում իսկապես աղոթեց, ոչ թե ձևականորեն, այլ ամբողջ հոգով։ Նա աղոթեց, որ Վահագնը լինի այն երեխան, որը փրկվում է, բայց Աստված չլսեց։ Մոնարային տեղավորեցին հոգեբուժարան 1971 թվականի նոյեմբերին։ Ֆրունզիկը տարավ նրան Թբիլիսիի հոգեբուժական կլինիկա, որը գտնվում էր քաղաքի ծայրամասում, մի հին շենքում, որը նման էր բանտի։ Երբ նրանք մտան ներս, Դոնարան սկսեց դողալ։ Նա բռնեց Ֆրունզիկի ձեռքը եւ շշնջաց. «Խնդրում եմ, մի թող ինձ այստեղ, ես խոստանում եմ, կլավ կլինեմ»։ Բայց Ֆրունզիկը գիտեր, որ այլ ընտրություն չկա։ Նա համբուրեց նրա ճակատը եւ ասաց. «Դա ժամանակավոր է, իմ սիրելիս, դու կվերադառնաս տուն շուտով»։ Սուտ էր։ Դոնարան երբեք չվերադարձավ տուն։ Նա մնաց այդ հոգեբուժարանում հաջորդ 15 տարիները, մինչև մահը 1986 թվականին, սրտի կաթվածից, որը եկավ դեղերի գերբեռնվածությունից։ Վահագնը մեծացավ առանց մոր։ Ֆրունզիկը փորձեց լինել եւ հայր եւ մայր, բայց ինչպես կարող էր մի մարդ լրացնել երկու դերերը։ Նա վարձեց մի տատիկ Սոնային, որը խնամում էր Վահագնին, երբ Ֆրունզիկը նկարահանումներում էր։ Սոնան էր բարի կին, որը սիրում էր երեխային ինչպես սեփական թոռը, բայց նա չէր կարող փոխարինել մորը։ Վահագնը հաճախ հարցնում էր. «Որտեղ է մամա»։ Եվ Ֆրունզիկը պատասխանում էր. «Նա հիվանդ է, նա կվերադառնա շուտով»։ Բայց տարիները անցնում էին, եւ Վահագնը դադարեց հարցնել։ Նա հասկացավ, որ մայրը երբեք չի վերադառնա։ 1976 թվականին Ֆրունզիկը նկարահանվեց Միմինո ֆիլմում։ Դա եղավ նրա ամենամեծ հաջողությունը, ֆիլմը, որը դարձավ կուլտային, եւ Ֆրունզիկը դարձավ ամբողջ խորհրդային միության սիրելի դերասանը։ Բայց երբ նա վերադառնում էր տուն նկարահանումներից հետո, նա տեսնում էր Վահագնին նստած անկյունում, նայելով պատին, եւ նրա սիրտը կոտրվում էր։ Տղան 8 տարեկան էր, բայց նա արդեն ուներ այն նույն դատատարք նայվածքը, որը Ֆրունզիկը տեսել էր Դոնարայի աչքերում։
Ֆրունզիկը փորձեց խոսել նրա հետ, խաղալ նրա հետ, բայց Վահագնը հեռու էր, ինչպես թե ապրում էր այլ աշխարհում։ Սոնան ասաց Ֆրունզիկին. նա տարօրինակ երեխա է, նա խոսում է ինքն իր հետ, երբ կարծում է, որ ոչ ոք չի լսում։ Ֆրունզիկը զգաց, թե ինչպես սառը ձեռքը սեղմում է նրա սիրտը։ Դա սկսվում էր։ 1979 թվականին, երբ Վահագնը 10 տարեկան էր, 979 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 թվականին, երբ Վահագնը 10 տարեկան էր, նա նայում է մեզ։ Ֆրունզիկը նայեց պատուհանին։ Նրանք ապրում էին 5-րդ թարկում, եւ ոչ ոք չէր կարող լինել այնտեղ։ Նա ասաց. «Որդիս, այնտեղ ոչ ոք չկա»։ Բայց Վահագնը պնդում էր. «Նա այնտեղ է, նա ժպտում է, բայց դա չար ժպիտ է»։ Ֆրունզիկը տարավ նրան բժշկի մոտ, հույս ունենալով, որ դա միայն երեխայի երևակայությունն է։ Բայց բժիշկը, նույն Գևորգ Խաչատրյանը, որը բուժել էր Դոնարային, զննեց Վահագնին եւ ասաց Ֆրունզիկին առանձին սենյակում. «Պարոն Մկրտչյան, ես ցավում եմ, բայց ձեր որդին ցույց է տալիս վաղ նշաններ շիզոֆրենիայի։ 10 տարեկանում դա շատ վաղ է, բայց ոչ անհնար։ Մենք պետք է սկսենք բուժում անմիջապես»։ Ֆրունզիկը չհիշում էր, թե ինչպես հասավ տուն այդ օրը։ Նա չհիշում էր, թե ինչպես բացեց դուռը, ինչպես մտավ ներս, ինչպես նստեց բազմոցին։ Նա միայն հիշում էր, որ Սոնան հարցրեց. «Ֆրունզիկ, ի՞նչ ասաց բժիշկը»։ Եվ նա չկարողացավ պատասխանել։ Նա միայն նայեց Վահագնին, որը նստած էր հատակին, նկարելով մի նկար, որը ցույց էր տալիս մի տուն, առանց պատուհանների, առանց դռների, միայն պատեր։ Ֆրունզիկը հարցրեց. «Ինչ է դա, որդիս»։ Եվ Վահագնը պատասխանեց առանց նայելու նրան. «Դա տունն է, որտեղ մենք կապրենք, երբ նրանք գան մեզ վերցնելու»։ Ֆրունզիկը զգաց, թե ինչպես աշխարհը պտտվում է նրա շուրջը։ Նա վեր կացավ, գնաց սանհանգույց եւ փսխեց, երկար, ցավոտ, մինչև ոչինչ չմնաց նրա ստամոքսում։ Երբ նա նայեց հայելուն, նա տեսավ մի մարդու, որը 10 տարի ավելի ծեր էր տեսնվում, քան իրականում էր։ Նա հասկացավ, որ պայքարը, որը նա վախենում էր, այժմ սկսվել էր։ Բայց արդյոք նա կարող էր հաղթել հիվանդությանը, որը արդեն տիրել էր նրա ընտանիքին 3 սերունդ։ Արդյոք նա կարող էր փրկել իր որդուն այն ճակատագրից, որը գրված էր նրա գեներում։ Թե արդեն ուշ էր, եւ Վահագնը դատապարտված էր կրկնել մոր եւ տատի ողբերգությունը։ Թբիլիսիի հոգեբուժական դիսպանսերի արխիվում, որը այսօր պահվում է Վրաստանի ազգային գրադարանի ստորգետնյա սեյֆում, կա մի թղթապանակ, համարակալված G1378 գաղտնի։ Այդ թղթապանակի ներսում կան 36 էջ բժշկական հետազոտությունների, որոնք վերաբերում են Մկրտչյանների ընտանիքին։ Բայց ամենասարսափելին չէ ախտորոշումները կամ տեղերի ցուցակները։ Ամենասարսափելին է մի փոքրիկ նշում, որը գրված է կարմիր մարկերով, վերջին էջի ներքևում։ Այնտեղ գրված է. «Հայր ՖՄՄ պահանջել է թաքցնել որդու ախտորոշումը։ Վճարել է 3000 ռուբլի կանխիկ բժշկական քարտը ոչնչացնելու համար։ Պայմանավորվածություն. պաշտոնական փաստաթղթերում գրել նյարդային ծանրաբեռնվածություն ախտորոշման փոխարեն։ 3000 ռուբլի 1979 թվականին։ Դա 5 միջին ամսական աշխատավարձ էր։ Դա գինը, որը Ֆրունզիկը վճարեց, փորձելով պաշտպանել իր որդուն ոչ թե հիվանդությունից, այլ հասարակության դատապարտումից։ Բայց արդյոք կարելի է գնել լռություն, երբ ճշմարտությունը արդեն գրված է երեխայի աչքերում։ Ինչու Ֆրունզիկը, որը միշտ եղել է ազնիվ մարդ, այս անգամ ընտրեց սուտը։ Եվ ինչ գին վճարեց Վահագնը հոր այդ սխալի համար։ 1979 թվականից հետո Վահագնը սկսեց ստանալ դեղորայք։ Ամեն օր, 2 անգամ, առավոտյան եւ երեկոյան։ Դեղերը կոչվում էին ամինազին եւ հալոպերիդոլ, անուններ, որոնք Ֆրունզիկը սովորեց արտասանել առանց դողալու, թեև ամեն անգամ, երբ տալիս էր դեղահատերը որդուն, նա զգում էր, թե ինչպես մեղքը ծանրանում է նրա հոգու վրա։ Վահագնը ատում էր այդ դեղերը։ Նա ասում էր. «Հայր, դրանք ինձ դարձնում են քարի պես, ես չեմ կարող մտածել, չեմ կարող զգալ»։ Բայց Ֆրունզիկը պնդում էր. «Դու պետք է դրանք ընդունես, որդիս, այլապես վատ բաներ կլինեն»։ Եվ Վահագնը ընդունում էր, որովհետև նա սիրում էր իր հորը եւ չէր ուզում նրան տխրեցնել։ Բայց ամեն օր, երբ կուլ էր տալիս այդ դառը դեղահատերը, նա զգում էր, թե ինչպես մի մաս իրենից մեռնում է։ Նա դառնում էր ավելի դանդաղ, ավելի լուռ, ավելի հեռու իր սեփական մարմնից։ Դպրոցում ուսուցիչները նկատեցին փոփոխությունը։ Վահագնը, որը մինչ այդ եղել էր խելացի եւ հետաքրքրասեր երեխա, այժմ նստում էր դասարանում նայելով պատուհանից, չպատասխանելով հարցերին, չգրելով տնային աշխատանքները։
Դասարանի ղեկավարուհին Մարիամ Գրիգորյանը կանչեց Ֆրունզիկին դպրոց եւ ասաց. «Պարոն Մկրտչյան, ձեր որդին ունի լուրջ խնդիրներ, նա պետք է տեսնի մասնագետի»։ Ֆրունզիկը պատասխանեց. «Նա արդեն տեսնում է մասնագետի, շնորհակալ եմ ձեր հոգացության համար»։ Բայց նա չասաց ճշմարտությունը։ Նա չասաց, որ նրա որդին արդեն բուժվում է շիզոֆրենիայից, որովհետև եթե դա իմանային, Վահագնը կդառնար պարյա, կմերժվեր, կանվանվեր գիժ։ 1980 թվականին, երբ Վահագնը 12 տարեկան էր, տեղի ունեցավ առաջին լուրջ ճգնաժամը։ Դա եղավ մարտի 31 օրը, ուրբաթ երեկո, երբ Ֆրունզիկը վերադարձավ տուն, Մոսֆիլմի ստուդիայից։ Նա բացեց դուռը եւ տեսավ, որ բնակարանը խավար է։ Նա կանչեց. «Վահագն, որտեղ ես»։ Բայց պատասխան չկար։ Նա միացրեց լույսը եւ տեսավ, որ ամբողջ հյուրասենյակը ծածկված էր թղթերով, հարյուրավոր թղթերով, որոնց վրա գրված էր նույն նախադասությունը՝ կրկնվող, կրկնվող, կրկնվող։ Նրանք գալիս են, նրանք գալիս են, նրանք գալիս են։ Ֆրունզիկը վազեց դեպի Վահագնի սենյակը եւ գտավ նրան նստած անկյունում, ծնկները գրկած, ճոճվելով առաջ եւ հետ, շշնջելով այդ նույն բառերը։ Ֆրունզիկը ծնրադրեց նրա առջև եւ բռնեց նրա ուսերը. «Վահագն, նայիր ինձ, ես քո հայրն եմ»։ Բայց Վահագնը չնայեց։ Նրա աչքերը դատարկ էին, ինչպես թե նա նայում էր ինչ-որ բանի, որը Ֆրունզիկը չէր կարող տեսնել։ Ֆրունզիկը կանչեց շտապ օգնություն, եւ նրանք տարան Վահագնին հոգեբուժական կլինիկա, նույն կլինիկան, որտեղ մայրը ապրել էր իր վերջին տարիները։ Վահագնը մնաց հոգեբուժարանում 3 շաբաթ։ Ֆրունզիկը այցելում էր նրան ամեն օր, բերելով նրա սիրելի շոկոլադները եւ գրքերը, բայց Վահագնը հազիվ էր ճանաչում նրան։ Դեղերը, որոնք նրան տալիս էին այնտեղ, շատ ավելի ուժեղ էին, քան այն, ինչ նա ստանում էր տանը, եւ դրանք վերածում էին նրան ուրվականի։ Նա նստում էր մահճակալին նայելով պատին, եւ երբ Ֆրունզիկը փորձում էր խոսել նրա հետ, նա միայն շարժում էր գլուխը, դանդաղ, շատ դանդաղ, ինչպես թե ամեն շարժում պահանջում էր հսկայական ջանք։ Բժիշկները ասացին Ֆրունզիկին. «Նա կարող է վերադառնալ տուն, բայց դուք պետք է հասկանաք, որ սա միայն սկիզբն է։ Հիվանդությունը կառաջանա, եւ ճգնաժամերը կդառնան ավելի հաճախակի եւ ավելի ծանր»։ Ֆրունզիկը հարցրեց. «Կա արդյոք հույս բուժման»։ Եվ բժիշկը նայեց նրան այն նայվածքով, որը ասում էր ավելին, քան բառերը։ «Պարոն Մկրտչյան, մենք կարող ենք միայն դանդաղեցնել, ոչ կանգնեցնել»։ Երբ Վահագնը վերադարձավ տուն, նա այլևս չէր այն երեխան, որը եղել էր։ Նա խոսում էր քիչ, շատ քիչ, եւ երբ խոսում էր, նրա ձայնը հարթ էր, առանց հույզերի, ինչպես ռոբոտի ձայնը։ Նա չէր ժպտում, նա չէր լում։ Նա ապրում էր ինչպես ստվեր, անցնելով սենյակներով առանց ձայնի, առանց հետքի։ Ֆրունզիկը փորձեց վերադարձնել նրան կյանքին, տանելով նրան կինո, թատրոն, զբոսայգի, բայց Վահագնը նստում էր անշարժ, նայելով առջևը, ոչինչ չտեսնելով, ոչինչ չզգալով։ Սոնան, որը դեռ խնամում էր նրան, ասաց Ֆրունզիկին. «Ֆրունզիկ, այդ երեխան մեռած է ներսից, դեղերը սպանել են նրան»։ Բայց Ֆրունզիկը պնդեց. «Ոչ, նա ապրում է, նա կվերականգնվի»։ Նա պետք է հավատար դրան, որովհետև եթե չհավատար, ապա ինչի համար էր նա պայքարում, ինչի համար էր նա շարունակում, երբ ամեն օր էր տեսնում, թե ինչպես նրա որդին սողում է ավելի ու ավելի խորը մթության մեջ։ 1981 թվականին Ֆրունզիկը ստացավ առաջարկ նկարահանվել նոր ֆիլմում Մոսկվայում։ Դա մեծ հնարավորություն էր, բայց դա նշանակում էր թողնել Վահագնին 3 ամիս։ Ֆրունզիկը մերժեց առաջարկը։ Ռեժիսորը Էլդար Ռյազանովը զարմացավ. «Ֆրունզիկ, դու հրաժարվում ես դերից, որը կարող է դարձնել քեզ ավելի հայտնի, քան Միմինոն։ Ինչու»։ Ֆրունզիկը պատասխանեց. «Ինձ անհրաժեշտ է լինել տանը, ինձ անհրաժեշտ է լինել իմ որդու հետ»։ Նա չբացատրեց ավելին, բայց Ռյազանովը, որը խելացի մարդ էր, հասկացավ, որ ինչ-որ բան լուրջ էր տեղի ունենում Մկրտչյանի կյանքում։ Հետագայում, երբ Ռյազանովին հարցրին այդ մասին հարցազրույցում, նա ասաց. «Ֆրունզիկը ընտրեց ընտանիքը կարիերայի փոխարեն, եւ ես նրան հարգում եմ դրա համար, թեև ես երբեք չիմացա, թե ինչ էր իրականում տեղի ունենում նրա տանը։ Բայց մենք այժմ գիտենք։ Մենք գիտենք, որ Ֆրունզիկը մնաց տանը, որովհետև նա վախենում էր, որ եթե հեռանա, Վահագնը կկորչի ամբողջովին։ Բայց մնալը տանը չփրկեց Վահագնին։ 1982 թվականին, երբ Վահագնը 14 տարեկան էր, նա սկսեց լսել ձայներ, ոչ թե երբեմն, այլ ամեն օր, ամեն ժամ։ Նա ասում էր Ֆրունզիկին. «Հայր, նրանք ինձ ասում են, որ դու իրական չես, որ դու միայն պատրանք ես, որը նրանք ստեղծել են ինձ խաբելու համար»։ Ֆրունզիկը փորձում էր համոզել նրան. «Վահագն, ես իրական եմ, ես քո հայրն եմ, ես սիրում եմ քեզ»։ Բայց Վահագնը շարժում էր գլուխը. «Ոչ, դու չես իմ հայրը, իմ հայրը մեռել է, նրանք ինձ ասացին»։ Ֆրունզիկը զգաց, թե ինչպես սառը սուր մտնում է նրա սիրտը,
Նա հասկացավ, որ հիվանդությունը այժմ տիրում էր Վահագնի միտքին ամբողջովին, եւ նա կորցնում էր իր որդուն, ոչ թե մահվան, այլ գիժության համար։ Եվ ինչն էր ավելի վատ։ Մահը վերջ է, բայց գիժությունը դա կենդանի մահ է, դա տանջանք, որը երբեք չվերջանում։ Թբիլիսիի Ռուսթավելի թատրոնի 5 գրասենյակում, որը այսօր վերածված է պահեստի, կա մի փոքրիկ տուփ, պիտակավորված Մկրտչյան ֆորտը անձնական։ Այդ տուփի ներսում թղթերի եւ հին լուսանկարների միջև կա մի ծրար նամակներ, 17 նամակ, որոնք Ֆրունզիկը գրել է իր ընկերոջը դերասան Վախտանգ Քիքաբիձեին 1982-ից մինչև 1986 թվականները։ Այդ նամակները երբեք չեն հրապարակվել, եւ Քիքաբիձեի ժառանգները պահանջել են, որ դրանք մնան փակ մինչև 2030 թվականը։ Բայց մի լրագրող, որը աշխատում էր թատրոնի արխիվում, գաղտնի լուսանկարեց մի նամակ, գրված 1983 թվականի հոկտեմբերին։ Այդ նամակում Ֆրունզիկը գրում է. «Վախտանգ, ես այլևս չեմ կարող։ Ես տեսնում եմ, թե ինչպես իմ որդին վերածվում է իր մոր, եւ ես անզոր եմ կանգնեցնելու դա։ Ես փորձել եմ ամեն ինչ, դեղեր, բժիշկներ, աղոթքներ, բայց ոչինչ չի օգնում։ Նա հեռանում է ինձնից, եւ ես չեմ կարող հասնել նրան։ Երբեմն ես մտածում եմ, թե արդյոք ավելի լավ չէր լինի, եթե նա ծնված չլիներ, որպեսզի չտտառապեր այսպես։ Բայց ապա ես նայում եմ նրան եւ տեսնում եմ իմ աչքերը, իմ քիթը, իմ ձեռքերը, եւ ես հասկանում եմ, որ նա իմ արյունն է, իմ մարմինն է, եւ ես չեմ կարող հրաժարվել նրանից, անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում»։ Ինչու Ֆրունզիկը, որը միշտ եղել է ուժեղ մարդ, այս նամակում խոստովանում է իր անզորությունը։ Ինչպիսին էր այն գիշերը, երբ նա գրեց այդ տողերը, եւ ինչու նա երբեք չխոսեց հրապարակայնորեն իր որդու հիվանդության մասին, նույնիսկ երբ ամբողջ երկիրը սիրում էր նրան եւ կարող էր հասկանալ նրա ցավը։ 1983 թվականին Վահագնը դադարեցրեց դպրոց գնալը։ Ուսուցիչները ասացին, որ նա այլևս չի կարող սովորել սովորական դպրոցում, որ նա պետք է տեղափոխվի հատուկ դպրոց, երեխաների համար, ովքեր ունեն զարգացման խնդիրներ։ Ֆրունզիկը մերժեց։ Նա ասաց. «Իմ որդին կմնա տանը, ես կուսուցանեմ նրան ինքս»։ Բայց ինչպես կարող էր նա ուսուցանել երեխայի, որը չէր կարող կենտրոնանալ 5 րոպեից ավելի, որը հավատում էր, որ գրքերը խոսում են նրա հետ, որը տեսնում էր դեմոններ անկյունում։ Ֆրունզիկը փորձեց։ Նա նստում էր Վահագնի հետ ամեն առավոտ, փորձելով սովորեցնել նրան մաթեմատիկա, պատմություն, գրականություն, Վահագնը միայն նայում էր նրան, այդ դատարկ նայվածքով, եւ Ֆրունզիկը հասկանում էր, որ նրա բառերը չեն հասնում նրան։ Մի օր Ֆրունզիկը կորցրեց համբերությունը։ Նա բարձրացրեց ձայնը. «Վահագն, դու պետք է ուշադիր լսես, դու պետք է սովորես»։ Վահագնը նայեց նրան, առաջին անգամ իսկապես նայեց եւ ասաց. «Ինչու, հայր։ Ինչու ես ուզում, որ ես սովորեմ, երբ ես գիտեմ, որ ես կմեռնեմ շուտով։ Նրանք ինձ ասացին, որ ես կմեռնեմ, երբ 16 տարեկան լինեմ»։ Ֆրունզիկը սառեց։ Նա հարցրեց. «Ո՞վ ասաց քեզ դա»։ Եվ Վահագնը ցույց տվեց անկյունը։ Նրանք միշտ այնտեղ են։ Ֆրունզիկը վազեց դեպի անկյունը, բռնեց Վահագնի ուսերը եւ սարսեց նրան։ «Այնտեղ ոչ ոք չկա, Վահագն, դու պետք է հասկանաս, դա միայն քո գլխում է»։ Բայց Վահագնը միայն ժպտաց, տխուր, հոգնած ժպիտ, եւ ասաց. «Հայր, եթե դա միայն իմ գլխում է, ապա ինչու ես այդքան վախենում։ Եթե դա իրական չէ, ապա ինչու դու լում ես գիշերները, երբ կարծում ես, որ ես չեմ լսում»։ Ֆրունզիկը թողեց նրան եւ նստեց հատակին։ Նա չէր լացել 10 տարի, բայց այդ պահին նա չկարողացավ զսպել արցունքները։ Նա լաց եղավ, երկար, ցավոտ, եւ Վահագնը նստեց նրա տողքին, դրեց ձեռքը նրա ուսին եւ շշնջաց. «Ներիր ինձ, հայր, ներիր, որ ես այսպիսին եմ»։ Եվ դա էր ամենավատը։ Ոչ թե Վահագնի հիվանդությունը, այլ այն փաստը, որ նա գիտակցում էր դա, որ նա հասկանում էր, որ նա տառապեցնում է իր հորը, եւ նա զգում էր մեղավոր դրա համար։ 1984 թվականին Դոնարան մահացավ հոգեբուժարանում։ Ֆրունզիկը ստացավ հեռախոսազանգ վաղ առավոտյան, եւ բժիշկը ասաց. «Պարոն Մկրտչյան, ես ցավում եմ, բայց ձեր կինը մահացել է անցած գիշեր, սրտի կաթվածից»։ Ֆրունզիկը շնորհակալություն տվեց եւ փակեց հեռախոսը։ Նա նստեց մահճակալին եւ փորձեց զգալ ինչ-որ բան՝ ցավ, թեթևություն, ցանկացած բան, բայց նա զգաց միայն դատարկություն։ Դոնարան մեռել էր 15 տարի առաջ նրա համար, այն օրը, երբ նրան տեղավորեցին հոգեբուժարան։ Այս մահը միայն պաշտոնական էր։ Նա չգնաց թաղմանը, նա ուղարկեց Սոնային ներկայացնելու իրեն, եւ նա մնաց տանը Վահագնի հետ։ Երբ Սոնան վերադարձավ, նա ասաց. «Ֆրունզիկ, այնտեղ միայն 5 մարդ կար։ Ես, 2 բուժքույր, քահանան եւ գերեզմանատան պահակը։ Ոչ ոք չեկավ հրաժեշտ տալու նրան»։ Ֆրունզիկը շարժեց գլուխը։
Նա գիտեր, որ Դոնարայի ընտանիքը հրաժարվել էր նրանից 15 տարի առաջ, երբ նրան տեղավորեցին հոգեբուժարան։ Նրանք ամաչում էին նրանից, վախենում էին նրանից, եւ նրանք ուզում էին մոռանալ, որ նա երբևէ գոյություն է ունեցել։ Վահագնը չհարցրեց մոր մահվան մասին։ Ֆրունզիկը չգիտեր արդյոք նա հասկանում էր, թե ինչ էր տեղի ունեցել, թե ոչ։ Բայց 3 օր անց Վահագնը մտավ Ֆրունզիկի սենյակը գիշերվա մեջ եւ ասաց. «Հայր, ես տեսա մամային։ Նա եկավ ինձ մոտ եւ ասաց, որ նա ազատ է այժմ, որ նա այլևս չի տառապում։ Նա ասաց, որ նա սպասում է ինձ»։ Ֆրունզիկը նստեց մահճակակալին եւ ասաց. «Վահագն, դա միայն երազ էր»։ Բայց Վահագնը շարժեց գլուխը. «Ոչ, հայր, դա իրական էր։ Նա այնտեղ էր, ես տեսա նրան, ես շոշափեցի նրան, եւ նա ինձ ասաց, որ շուտով ես կգնամ նրա մոտ»։ Ֆրունզիկը զգաց, թե ինչպես սառը ալիքը ողողում է նրան։ Նա հասկացավ, որ Վահագնը խոսում էր ոչ թե մոր հետ, այլ մահվան հետ, եւ մահը հրավիրում էր նրան։ Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի արխիվում պահվում է մի տեսագրություն, որը նկարահանվել է 1985 թվականի ապրիլին։ Դա հարցազրույց է Ֆրունզիկ Մկրտչյանի հետ, Միմինոյի 10-ամյակի կապակցությամբ։ Հարցազրույցի մեծ մասը սովորական է, հարցեր ֆիլմի մասին, դերասանական աշխատանքի մասին, հիշողություններ նկարահանումներից։ Բայց վերջում, երբ լրագրողը հարցնում է. «Ֆրունզիկ, դուք երջանիկ եք», Մկրտչյանի դեմքը փոխվում է։ Նա լռում է։ Երկար, անհարմար լռություն։ Եվ ապա նա ասում է. «Երջանկությունը դա հարաբերական հասկացություն է։ Ես ունեմ աշխատանք, որը սիրում եմ։ Ես ունեմ հանդիսատես, որը գնահատում է ինձ։ Ես ունեմ տուն։ Բայց երջանկություն… Ես չգիտեմ, թե դա ինչ է։ Ես մոռացել եմ, թե ինչպիսին է լինել երջանիկ»։ Լրագրողը, տեսնելով, որ ինչ-որ բան սխալ է, փորձում է փոխել թեման, բայց Ֆրունզիկը շարունակում է. «Դուք գիտեք, թե ինչ է ամենավատը։ Ամենավատը չէ կորցնելը, այլ տեսնելը, թե ինչպես այն, ինչ դու սիրում ես, դանդաղ մեռնում է, եւ դու ոչինչ չես կարող անել դրա դեմ։ Դա ավելի վատ է, քան մահը, դա տանջանք է»։ Ապա նա կանգնում է եւ ասում է. «Ներեցեք, ես հոգնած եմ, ես պետք է գնամ»։ Հարցազրույցը ավարտվում է այնտեղ։ Այդ տեսագրությունը երբեք չի եթեր հեռարձակվել, որովհետև պրոդյուսերը որոշեց, որ դա չափազանց մռայլ է հանրային հեռարձակման համար։ Բայց ինչու Ֆրունզիկը, որը միշտ եղել է զգույշ իր բառերի հետ, այդ օրը խոսեց այդքան բաց։ Ինչ էր տեղի ունեցել նրա կյանքում այդ շաբաթվա ընթացքում, որ նա կորցրեց իր սովորական ինքնատան ինքնատիրապետումը։ 1985 թվականի մարտին Վահագնը փորձեց ինքնասպանություն գործել։ Դա եղավ երեքշաբթի օրը, երբ Ֆրունզիկը գնացել էր թատրոն, փորձի։ Սոնան էր տանը Վահագնի հետ, եւ նա նկատեց, որ տղան շատ հանգիստ է, շատ լուռ։ Նա մտավ նրա սենյակը եւ տեսավ, որ Վահագնը նստած է մահճակալին, պահելով դանակ ձեռքում։ Նա արդեն կտրել էր իր ձախ ձեռքի կարկը եւ արյունը հոսում էր հատակին։ Սոնան գոչեց եւ վազեց դեպի նրան, խլեց դանակը եւ սեղմեց վերքը իր շարֆով։ Նա կանչեց շտապ օգնություն եւ նրանք տալան Վահագնին հիվանդանոց։ Երբ Ֆրունզիկը ստացավ հեռախոսազանգը, նա թողեց փորձը կեսից, վազեց դեպի հիվանդանոց եւ գտավ Վահագնին, վիրակապված, գունատ, բայց կենդանի։ Ֆրունզիկը նստեց նրա մահճակալի կողքին եւ բռնեց նրա ձեռքը. «Ինչու, Վահագն, ինչու դա աճուդա արեցիր»։ Վահագնը նայեց նրան, աչքերով, որոնք լի էին արցունքներով, եւ ասաց. «Որովհետեւ ես հոգնել եմ, հայր։ Ես հոգնել եմ լսել ձայները, հոգնել եմ տեսնել բաներ, որոնք չկան, հոգնել եմ լինել բեռ քեզ համար։ Ես ուզում եմ, որ դա ավարտվի։ Ես ուզում եմ խաղաղություն»։ Ֆրունզիկը չկարողացավ պատասխանել։ Նա միայն պահեց որդու ձեռքը եւ լաց եղավ, լուռ, առանց ձայնի։ Արցունքները հոսում էին նրա դեմքով, եւ նա չփորձեց սրբել դրանք։ Բժիշկները ասացին, որ Վահագնը պետք է մնա հոգեբուժական բաժնում, դիտարկման տակ, որ նա վտանգ է ներկայացնում իր սեփական անձի համար։ Ֆրունզիկը համաձայնեց։ Ինչ ուրիշ կարող էր նա անել։ Նա այցելում էր Վահագնին ամեն օր, բայց ամեն այցից հետո նա զգում էր, թե ինչպես մի մասը իրենից մեռնում է։ Նա տեսնում էր, թե ինչպես նրա որդին դառնում է ավելի ու ավելի հեռու, ավելի ու ավելի կորած այն աշխարհում, որը միայն նա կարող էր տեսնել։ Եվ Ֆրունզիկը հասկանում էր, որ նա պարտվում է այդ պայքարում։ Նա պարտվում էր ոչ թե մարդու, այլ գենետիկայի դեմ, եւ գենետիկան անողոք է։ 1985 թվականի հունիսին Վահագնին թույլատրեցին վերադառնալ տուն։ Բժիշկները ասացին, որ նա կայունացել է, բայց Ֆրունզիկը տեսավ, որ դա ճիշտ չէ։ Վահագնը չէր կայունացել, նա միայն հոգնել էր պայքարելուց։ Նա ընդունում էր իր դեղերը առանց բողոքի, նա նստում էր, որտեղ ասում էին նրան նստել, նա ուտում էր, երբ ասում էին նրան ուտել։ Նա դարձել էր հնազանդ, բայց դա չէր առողջություն, դա էր պարտություն։ Ֆրունզիկը փորձեց խոսել նրա հետ, փորձեց հասնել նրան,
Բայց Վահագնը ապրում էր ինչպես ավտոմատ, կատարելով շարժումներ առանց մտածելու, առանց զգալու։ Մի օր Ֆրունզիկը հարցրեց նրան. «Վահագն, ինչ ես մտածում»։ Եվ Վահագնը պատասխանեց. «Ես չեմ մտածում, հայր։ Երբ ես մտածում եմ, ձայները վերադառնում են։ Ուստի ես փորձում եմ չմտածել»։ Ինչպես կարող է մարդ ապրել առանց մտածելու։ Ինչպես կարող է դա կոչվել կյանք։ 1986 թվականի աշնանը Ֆրունզիկը ստացավ հրավեր մասնակցելու միջազգային կինոփառատոնին Կաննում։ Դա մեծ պատիվ էր, բայց Ֆրունզիկը մերժեց։ Նրա գործակալը զարմացավ. «Ֆրունզիկ, դա Կաննն է, դա հնարավորություն է, որը գալիս է մեկ անգամ կյանքում»։ Բայց Ֆրունզիկը միայն ասաց. «Ես չեմ կարող թողնել իմ որդուն» եւ փակեց զրույցը։ Նա գիտեր, որ նրա կարիերան ավարտվում է, որ նա կորցնում է հնարավորություններ, որ նա դառնում է մոռացված։ Բայց դա նրա համար այլևս կարևոր չէր։ Միակ կարևորը Վահագնն էր, նույնիսկ եթե Վահագնը այլևս չէր այն երեխան, որին նա ճանաչում էր։ Ֆրունզիկը մնաց տանը, նստեց իր որդու կողքին, եւ նրանք լռում էին միասին։ Երկու ստվերներ մի տանը, որը մի ժամանակ լի էր ծիծաղով, բայց այժմ լի էր միայն լռությամբ եւ ցավով։ Արդյոք սերը բավարար է փրկելու մեկին հիվանդությունից։ Արդյոք հայրական նվիրվածությունը կարող է հաղթել գենետիկական անեծքին։ Թե կան պայքարներ, որոնք կորցված են դեռևս սկսելուց առաջ, եւ Ֆրունզիկը միայն ուշացած հասկացավ դա։ Երևանի քաղաքային արխիվի երկրորդ հարկում, որտեղ օդը հոտ է տալիս փոշուց եւ մոռացված պատմություններից, պահվում է մի թղթապանանակ, համարակալված M684 գաղտնի։ Այդ թղթապանակի ներսում կա մի փաստաթուղթ, որը երբեք չի ներկայացվել դատարանում, թեև պետք է ներկայացվեր։ Դա վկայական է Երևանի հոգեբուժական կլինիկայի գլխավոր բժշկից, գրված 1986 թվականի դեկտեմբերին։ Այդ վկայականում նշված է, որ Վահագն Մկրտչյանը, 18 տարեկան երիտասարդ, ենթարկվել է հարկադրական հոսպիտալացման, ինքնասպանության կրկնակի փորձից հետո։ Բայց ամենասարսափելին չէ ախտորոշումը կամ բուժման պլանը։ Ամենասարսափելին է մի փոքրիկ նշում, գրված ձեռքով, կարմիր մարկերով, էջի եզրին։ Հայրը պահանջել է թաքցնել որդուն հասարակությունից։ Վճարել է 5000 ռուբլի առանձին պալատի համար, որտեղ ոչ ոք չի տեսնի նրան։ Ասել է. «Ես չեմ ուզում, որ մարդիկ տեսնեն, թե ինչի է վերածվել իմ որդին»։ 5000 ռուբլի 1986 թվականին դա ամբողջ բնակարանի գինն էր փոքր քաղաքում։ Դա գինը, որը Ֆրունզիկը վճարեց ոչ թե բուժման, այլ ամոթի համար։ Նա ամաչում էր իր որդուց։ Նա ամաչում էր այն բանից, ինչի վերածվել էր նրա արյունը, նրա ազգանունը, նրա ժառանգությունը։ Բայց արդյոք կարելի է թաքցնել ճշմարտությունը, երբ այն արդեն գրված է յուրաքանչյուր հայացքում, յուրաքանչյուր շարժումում, յուրաքանչյուր լռությունում։ Ինչու Ֆրունզիկը, որը ողջ կյանքը խաղացել է բեմում, բաց, անկեղծ, այս անգամ ընտրեց թաքցնել իր ամենամեծ ցավը։ Եվ ինչ գին վճարեց Վահագնը հոր այդ ամոթի համար։ 1986 թվականի նոյեմբերին, երբ Թբիլիսին ծածկված էր մառախլով եւ սառը անձրևով, Ֆրունզիկը նստած էր իր բնակարանի պատուհանի մոտ, նայելով փողոցին, որտեղ մարդիկ շտապում էին տուն, իրենց ընտանիքների մոտ, իրենց տաք տների մեջ։ Նա պահում էր ձեռքում մի բաժակ թեյ, որը սարել էր արդեն մի ժամ առաջ, բայց նա չէր նկատել։ Նա մտածում էր Վահագնի մասին, որը այդ պահին հոգեբուժարանում էր, կապված մահճակալին, որովհետև նա կրկին փորձել էր վնասել իրեն։ Բժիշկները ասել էին Ֆրունզիկին. «Մենք ստիպված ենք օգտագործել ֆիզիկական սահմանափակումներ, որովհետև նա վտանգավոր է դարձել»։ Վտանգավոր։ Այդ բառը պտտվում էր Ֆրունզիկի գլխում, կրկնվելով, մինչև այն կորցրեց իր իմաստը։ Ինչպես կարող էր նրա փոքրիկ տղան, որը մի ժամանակ ժպտում էր ինչպես արևը, դառնալ վտանգավոր։ Ինչպես կարող էր այն երեխան, որին նա սովորեցել էր քայլել, խոսել, ծիծաղել, այժմ լինել այնպիսի մարդ, որից բժիշկները վախենում էին։ Սոնան մտավ սենյակ բերելով թարմ թեյ, եւ նա տեսավ Ֆրունզիկին նստած անշարժ, նայելով դատարկության մեջ։ Նա դրեց բաժակը սեղանին եւ նստեց նրա կողքին։ Ֆրունզիկ, 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 Ֆրունկ, Ֆրունզիկ, 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 Ֆրունզիկ,
Ասա ինչ-որ բան։ Եվ Ֆրունզիկը վերջապես շրջվեց դեպի նրան, եւ այն ինչ Սոնան տեսավ նրա դեմքին, սարսափեցրեց նրան։ Դա չէր ցավ, դա չէր հուսահատություն, դա էր ամբողջական, բացարձակ դատարկություն։ Ինչպես թե Ֆրունզիկի ներսում ոչինչ չէր մնացել, ոչ զգացմունք, ոչ կյանք, միայն թափուր թաղանթ, որը շարժվում էր, շնչում էր, բայց այլևս չէր ապրում։ Նա ասաց, շատ հանգիստ, շատ դանդաղ. Սոնա, ես կորցրել եմ նրան։ Ես կորցրել եմ իմ որդուն, իվ իմ որդուն, ոչ թե մահվան, այլ ավելի վատ բանի։ Ես կորցրել եմ նրան այն բանի, որը ուտում է նրան ներսից, եւ ես չեմ կարող կանգնեցնել դա։ Ես փորձել եմ ամեն ինչ, դեղեր, բժիշկներ, աղոթքներ, սեր, նվիրվածություն, բայց ոչինչ չի աշխատում։ Հիվանդությունը ավելի ուժեղ է, քան ես, ավելի ուժեղ, քան մենք բոլորս միասին։ Սոնան բռնեց նրա ձեռքերը։ Ֆրունզիկ, դու չես կարող հրաժարվել, Վահագնը կարիք ունի քեզ։ Բայց Ֆրունզիկը շարժեց գլուխը։ Ոչ, Սոնա, Վահագնը այլևս ոչ հոգի կարիք չունի։ Նա ապրում է իր սեփական աշխարհում, որտեղ ես չեմ կարող մտնել, որտեղ ոչ ոք չի կարող մտնել։ Եվ գուցե դա ավելի լավ է նրա համար։ Գուցե այդ աշխարհում նա երջանիկ է, նույնիսկ եթե ես չեմ կարող տեսնել դա։ Հաջորդ օրը Ֆրունզիկը գնաց հոգեբուժարան այցելելու Վահագնին։ Երբ նա մտավ պալատ, նա տեսավ իր որդուն, կապված մահճակալին, կաշվե ժապավենների միջոցով, որոնք սեղմում էին նրա ձեռքերն ու ոտքերը։ Վահագնի աչքերը բաց էին, բայց նա չէր նայում ոչ միտեղ, միայն առաստաղը, եւ նրա շուրթերը շարժվում էին, շշնջելով ինչ-որ բան, որը Ֆրունզիկը չէր կարող լսել։ Ֆրունզիկը մոտեցավ մահճակալին եւ նստեց աթոռին։ Վահագն, որդիս, ես եկել եմ։ Բայց Վահագնը չարձագանքեց։ Նա շարունակեց շշնջել, եւ Ֆրունզիկը հակվեց ավելի մոտ, լսելու համար։ Վահագնը ասում էր. «Նրանք գալիս են, նրանք գալիս են, նրանք գալիս են»։ Մայրիկս ասում է. «Շուտով, շուտով»։ Ֆրունզիկը զգաց, թե ինչպես սառը ձեռքը սեղմում է նրա կոկորդը։ Նա հարցրեց. «Վահագն, ով է գալիս»։ Բայց Վահագնը միայն շարունակեց շշնջել, նույն բառերը, նույն ռիթմով, ինչպես մանտրա, ինչպես աղոթք, ինչպես անեծք։ Բուժքույրը մտավ պալատ բերելով դեղեր, եւ նա տեսավ Ֆրունզիկին, նստած որդու կողքին, պահելով նրա կապված ձեռքը։ Նա ասաց. «Պարոն Մկրտչյան, ներեցեք, բայց ես պետք է տամ նրան ներարկումը»։ Ֆրունզիկը վեր կացավ եւ դուրս եկավ պալատից, կանգնեց միջանցքում եւ լսեց, թե ինչպես Վահագնը սկսեց գոչել, երբ ասեղը մտավ նրա մարմինը։ Դա չէր մարդկային ձայն, դա էր կենդանու ձայն, վիրավորված, սարսափած, մահացող կենդանու ձայնը։ Ֆրունզիկը փակեց աչքերը եւ սեղմեց ձեռքերը ականջներին, բայց նա չէր կարող արգելափակել այդ ձայնը։ Այն մտնում էր նրա ներս, ինչպես դանակ, եւ նա զգում էր, թե ինչպես յուրաքանչյուր գոչուն պատռում է նրա հոգին մի փոքր ավելի։ Երբ բուժքույրը դուրս եկավ, նա ասաց. «Նա կքնի այժմ, դեղերը կգործեն շուտով»։ Ֆրունզիկը վերադարձավ պալատ եւ տեսավ, որ Վահագնը դադարել է շարժվել։ Նրա աչքերը փակ էին, եւ նրա շնչառությունը դանդաղ էր, ծանր։ Ֆրունզիկը նստեց կրկին եւ նայեց իր որդուն, այդ երիտասարդին, որը պետք է լիներ 18 տարեկան, պետք է սովորեր համալսարանում, պետք է ունենար ընկերներ, սեր, երազներ։ Բայց փոխարենը նա այստեղ էր, կապված մահճակալին, լի դեղերով, որոնք վերածում էին նրան բանջարեղենի։ Ֆրունզիկը շոշափեց Վահագնի դեմքը, շատ նրբորեն, եւ նա զգաց, թե որքան ցուրտ էր նրա մաշկը։ Նա շշնջաց. «Ներիր ինձ, որդիս, ներիր, որ ես չկարողացա քեզ փրկել, ներիր, որ ես տվեցի քեզ այդ արյունը, այդ գեները, այդ անեծքը»։ Մոսկվայի Օստանկինո հեռուստաստուդիայի արխիվում կա մի տեսագրություն, որը երբեք չի ցուցադրվել հանրությանը։ Դա նկարահանվել է 1987 թվականի փետրվարին երեկոյան հյուրընկալում հաղորդման համար։ Հյուրը պետք է լիներ Ֆրունզիկ Մկրտչյանը, ով 100 տարի էլ չի ապրել, եւ թեման պետք է լիներ նրա նոր ֆիլմը։ Բայց երբ սկսվեց նկարահանումը, ինչ-որ բան սխալ գնաց։ Հարցազրույցի վարողը հարցրեց. «Ֆրունզիկ, պատմեք մեզ ձեր ընտանիքի մասին»։ Եվ Մկրտչյանի դեմքը փոխվեց։ Նա լռեց, երկար, անհարմար լռություն։ Եվ ապա նա սկսեց խոսել, ոչ թե ֆիլմի մասին, այլ Վահագնի մասին։ Նա ասաց. «Ինչ որդին հիվանդ է, նա տառապում է հիվանդությունից, որը ես տվեցի նրան, իմ արյան միջոցով, իմ գեների միջոցով։ Եվ ամեն օր ես տեսնում եմ, թե ինչպես այդ հիվանդությունը ուտում է նրան, եւ ես ոչինչ չեմ կարող անել։ Մարդիկ ինձ տեսնում են էկրանին եւ կարծում են, որ ես երջանիկ եմ, որ ես հաջողակ եմ, բայց նրանք չգիտեն, որ ամեն գիշեր ես վերադառնում եմ դատարկ տուն, որտեղ իմ որդին չկա, որովհետեւ նա հոգեբուժարանում է, եւ ես նստում եմ մթության մեջ եւ հարցնում եմ ինձ. ինչու։
Ինչու Աստված տվեց ինձ այդ տաղանդը, այդ հռչակը, բայց վերցրեց իմ որդուն։ Ստուդիայում լռություն էր։ Օպերատորները չգիտեին արդյոք պետք է շարունակեն նկարահանումը, թե ոչ։ Հարցազրույցի վարողը փորձեց փոխել թեման։ Ֆրունզիկ, եկեք խոսենք ձեր նոր դերի մասին, բայց Մկրտչյանը չլսեց։ Նա շարունակեց. Մարդիկ ինձ ասում են, դուք այդքան տաղանդավոր եք, դուք այդքան երջանիկ եք, նիկ եք։ Բայց ինչպես կարող եմ ես լինել երջանիկ, երբ իմ որդին կապված է մահճակալին, երբ նա չի ճանաչում ինձ, երբ նա ապրում է ինչպես կենդանի, խցում։ Ասացեք ինձ, ինչպես կարող եմ ես ժպտալ կամերայի առջև, երբ իմ սիրտը կոտրված է 1000 կտոր։ Ապա նա վեր կացավ եւ ասաց. Ներեցեք, ես չեմ կարող շարունակել։ Եվ նա հեռացավ ստուդիայից։ Պրոդյուսերը որոշեց ոչնչացնել տեսագրությունը, բայց մի օպերատոր գաղտնի պահպանեց պատճենը։ Այդ տեսագրությունը այժմ պահվում է արխիվում, պիտակավորված, չհեռարձակված, անձնական խախտում։ Ինչու՞։ Ֆրունզիկը, որը միշտ եղել է պրոֆեսիոնալ, այդ օրը կորցրեց իր ինքնատիրապետումը։ Ինչ էր տեղի ունեցել նրա կյանքում այդ շաբաթվա ընթացքում, որ նա այլևս չէր կարող պահպանել իր դիմակը։ 1987 թվականի մարտին Վահագնը դադարեցրեց խոսել։ Ոչ թե նա չէր կարող խոսել, այլ նա ընտրեց չխոսել։ Բժիշկները ասացին, որ դա կոչվում է մուտիզմ, հոգեբանական վիճակ, երբ հիվանդը հրաժարվում է խոսել, թեև ֆիզիկապես կարող է։ Ֆրունզիկը այցելեց Վահագնին եւ փորձեց խոսել նրա հետ։ Վահագն, խնդրում եմ, ասա ինչ-որ բան, ասա, որ դու լսում ես ինձ։ Բայց Վահագնը միայն նայում էր նրան, այդ դատարկ անհունական նայվածքով, եւ նրա շուրթերը չէին շարժվում։ Ֆրունզիկը փորձեց ամեն ինչ։ Նա խոսեց նրա մասին, երբ նա փոքր էր, նա պատմեց հեքիաթներ, նա երգեց երգեր, որոնք Վահագնը սիրում էր երեխայության ժամանակ։ Բայց ոչինչ չաշխատեց։ Վահագնը մնաց լուռ, ինչպես քար, ինչպես արձան, ինչպես մեռած։ Բժիշկը Գևորգ Խաչատրյանը, որը բուժել էր եւ Դոնարային եւ Վահագնին, կանչեց Ֆրունզիկին իր կաբինետ եւ ասաց. Պարոն Մկրտչյան, ես պետք է լինեմ ազնիվ ձեզ հետ։ Ձեր որդու վիճակը վատանում է։ Դեղերը այլևս չեն օգնում այնպես, ինչպես մենք հույս ունեինք։ Հիվանդությունը առաջանում է, եւ մենք ասել ենք կետի, որտեղ մենք պետք է մտածենք ավելի ագրեսիվ բուժման մասին։ Ֆրունզիկը հարցրեց. Ինչ նշանակում է ավելի ագրեսիվ։ Եվ բժիշկը հանեց իր ակնոցները։ Էլեկտրոշոկային թերապիա։ Մենք կանցկացնենք էլեկտրական հոսանք նրա ուղեղի միջով, փորձելով վերակազմավորել նեյրոնային ուղիները։ Դա վտանգավոր է, դա ցավոտ է, բայց դա միակ հնարավորությունն է, որը մեզ մնացել է։ Ֆրունզիկը զգաց, թե ինչպես սենյակը պտտվում է նրա շուրջը։ Էլեկտրոշոկ։ Նա լսել էր այդ մասին, սարսափելի պատմություններ, թե ինչպես մարդիկ գոչում են, թե ինչպես նրանց մարմինները ցատկում են, թե ինչպես նրանք կորցնում են իրենց հիշողությունները։ Նա հարցրեց. Կա արդյոք այլ ընտրություն։ Եվ բժիշկը շարժեց գլուխը։ Ոչ, պարոն Մկրտչյան։ Եթե մենք ոչինչ չանենք, ձեր որդին կմնա այս վիճակում, կատատոնիկ, անպատասխան, մինչև վերջ։ Գուցե 10 տարի, գուցե 20, բայց նա երբեք չի վերադառնա այն մարդուն, որը նա եղել է։ Ֆրունզիկը նստեց լռությամբ երկար ժամանակ, եւ ապա նա ասաց շատ հանգիստ. Արեք դա։ Արեք այն, ինչ պետք է անել։ Ես չեմ կարող տեսնել նրան այսպես ավելի երկար։ Առաջին էլեկտրոշոկային սեանսը տեղի ունեցավ 1987 թվականի ապրիլի 12-ին։ Ֆրունզիկին թույլ չտվեցին ներկա լինել, բայց նա սպասեց դրսում, միջանցքում, եւ նա լսեց Վահագնի գոչյունները, նույնիսկ երկու փակ դռների միջով։ Այդ գոչյունները հետապնդեցին նրան մնացած կյանքի ընթացքում, գիշերները, երբ նա փորձում էր քնել, օրերը, երբ նա փորձում էր աշխատել, ամեն պահին, երբ նա փակում էր աչքերը։ Երբ բժիշկները դուրս եկան, նրանք ասացին. «Սեանսը հաջող էր, մենք կտեսնենք արդյունքները մի քանի օրում»։ Բայց երբ Ֆրունզիկը մտավ պալատ եւ տեսավ Վահագնին, անգիտակից, գունատ, նրա մարմինը դողում էր դեռ էլեկտրական հոսանքի հետևանքներից, նա հասկացավ, որ նա նոր անգամ դավաճանել էր իր որդուն։ Նա թույլ տվեց, որ նրանք տանջեն նրան։ Եվ ինչի համար։ Հույսի համար, որը գուցե երբեք չգար։ Վահագնը ստացավ 6 էլեկտրոշոկային սեանս 2 շաբաթվա ընթացքում։ Յուրաքանչյուր սեանսից հետո նա դառնում էր ավելի թույլ, ավելի շփոթված, 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 ավելի թույլ, ավելի շփոթված,
ավելի թույլ, ավելի շփոթված, ավելի թույլ, ավելի շփոթված, ավելի թույլ, ավելի շփոթված, ավելի թույլ, ավելի շփոթված, ավելի թույլ, ավելի շփոթված, ավելի շփոթված, ավելի թույլ, 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 ավելի շփոթված, որի աչքերը մեռած էին։ Նա հիշեց այն օրը, երբ Վահագնը ծնվեց, երբ նա պահեց նրան առաջին անգամ եւ զգաց այդ անսահման սերը, այդ անսահման հույսը։ Նա հիշեց, թե ինչպես նա երազում էր Վահագնի ապագայի մասին, թե ինչպիսի մարդ կդառնար նա, ինչ կհասներ նա։ Բայց այդ երազները այժմ մոխիր էին, եւ այն ինչ մնացել էր, միայն ցավն էր, անverջ, անողոք ցավը, որը ուտում էր նրան ներսից։ Նա սկսեց լալ, առաջին անգամ հանրային տեղում, առաջին անգամ առանցին անգամ առանց փորձելու թաքցնել դա։ Եվ նա լաց եղավ այնքան ժամանակ, մինչև այլևս արցունքներ չմնացին, միայն չոր, սարսափելի հեկեկուն, որը ցնցում էր նրա ամբողջ մարմինը։ Թբիլիսիի քաղաքային դատարանի արխիվում պահվում է մի գործ, համարակալված P2119։ Դա քաղաքացիական գործ է, որը ներկայացվել է 1988 թվականի հունիսին։ Հայցվորը Ֆրունզիկ Մկրտչյանն է, պատասխանողը Թբիլիսիի հոգեբուժական կլինիկան։ Հայցի էությունը անմարդկային վերաբերմունք եւ բժշկական անփութություն։ Փաստաթղթերում նկարագրված է, թե ինչպես Վահագն Մկրտչյանը ենթարկվել է էլեկտրոշոկային թերապիայի առանց համապատասխան բժշկական հիմնավորման, թե ինչպես նա կորցրել է իր հիշողությունը, թե ինչպես նա դարձել է բանջարեղեն։ Բայց ամենահետաքրքիրը չէ հայցը, այլ այն փաստը, որ Ֆրունզիկը հետ վերցրեց այն 3 շաբաթ անց։ Դատարանի քարտուղարուհին գրել է նշում. հայցվորը ներկայացավ անձամբ եւ պահանջեց փակել գործը։ Երբ հարցրինք ինչու, նա ասաց, որովհետեւ դա ոչինչ չի փոխի։ Դա չի վերադարձնի իմ որդուն։ Ինչու՞։ Ֆրունզիկը, որը միշտ եղել է պայքարող մարդ, այս անգամ հրաժարվեց։ Ինչ տեսավ նա այդ 3 շաբաթվա ընթացքում, որ նրան համոզեց, որ պայքարը անիմաստ է։ 1988 թվականի օգոստոսին Վահագնին թույլատրեցին վերադառնալ տուն։ Բժիշկները ասացին, որ նա կայունացել է, բայց Ֆրունզիկը գիտեր, որ դա սուտ էր։ Վահագնը չէր կայունացել, նա միայն դադարել էր լինել։ Նա ապրում էր ինչպես ուրվական, շարժվելով, երբ ասում էին նրան շարժվել, ուտելով, երբ ասում էին նրան ուտել, քնելով, երբ ասում էին նրան քնել։ Բայց նրա ներսում ոչինչ չկար, ոչ մտքեր, ոչ զգացմունքներ, ոչ հիշողություններ։ Էլեկտրոշոկը ջնջել էր ամեն ինչ, եւ այն ինչ մնացել էր, միայն դատարկ թաղանթներ, մարդու ձևով, բայց առանց հոգու։ Ֆրունզիկը փորձեց խնամել նրան տանը, բայց դա անհնար էր։ Վահագնը պահանջում էր մշտական հսկողություն։ Նա չէր կարող լվանալ ինքն իրեն, չէր կարող հագնվել, չէր կարող նույնիսկ գնալ զուգարան առանց օգնության։ Սոնան օգնում էր, բայց նա ծերացել էր, եւ դա շատ էր նրա համար։ Ֆրունզիկը վարձեց բուժքույր, երիտասարդ կին, որի անունը Թամարա էր, եւ նա եկավ ամեն օր խնամելու Վահագնին։ Բայց նույնիսկ Թամարայի օգնությամբ Ֆրունզիկը զգում էր, թե ինչպես նա խեղդվում է այդ իրավիճակում։ Նա չէր կարող աշխատել, որովհետեւ նա պետք է լիներ տանը։ Նա չէր կարող քնել, որովհետեւ Վահագնը արթնանում էր գիշերները եւ թափառում էր բնակարանով, ինչպես ուրվական։ Նա չէր կարող ապրել, որովհետեւ նրա ողջ կյանքը դարձել էր մի անverջ, սարսափելի պարտականություն։ Խնամել մարդուն, որը մի ժամանակ եղել էր նրա որդին, բայց այժմ էր միայն ստվեր։ Մի գիշեր 1988 թվականի սեպտեմբերին Ֆրունզիկը նստեց իր սենյակում եւ գրեց նամակ իր ընկերոջը Վախտանգ Քիքաբիձեին։ Այդ նամակում նա գրեց. Վախտանգ, ես այլևս չեմ կարող։ Ես փորձել եմ լինել ուժեղ, փորձել եմ լինել լավ հայր, բայց ես ձախողվել եմ։ Իմ որդին մեռած է, թեև նրա սիրտը դեռ բաբախում է։ Եվ ես մեռնում եմ նաեւ, դանդաղ, ցավոտ, ամեն օր մի փոքր ավելի։ Ես չգիտեմ, թե որքան ժամանակ եւս կարող եմ շարունակել այսպես։ Երբեմն ես մտածում եմ, թե արդյոք ավելի լավ չէր լինի, եթե մենք երկուսս էլ պարզապես անհետանայինք, միասին, խաղաղ, առանց ցավի։ Բայց ապա ես նայում եմ նրան եւ տեսնում եմ, որ նա դեռ շնչում է,
Եվ ես հասկանում եմ, որ ես չունեմ իրավունք հրաժարվելու, անկախ նրանից, թե որքան ես ուզում եմ դա։ Այդ նամակը Ֆրունզիկը երբեք չուղարկեց։ Նա պահեց այն իր սեղանի դարակում, եւ այն գտնվեց միայն նրա մահից հետո, 1991 թվականին։ 1989 թվականի հոկտեմբերին Վահագնը մահացավ։ Դա եղավ հանկարծակի, անսպասելի։ Նա նստած էր բազմոցին, նայելով հեռուստացույցին, թեև նա չէր հասկանում, թե ինչ էր տեսնում, եւ հանկարծ նա ընկավ կողքի վրա։ Թամարան, որը այդ պահին խոհանոցում էր, լսեց աղմուկը եւ վազեց հյուրասենյակ։ Նա տեսավ Վահագնին, անշարժ, չշնչող, եւ նա կանչեց շտապօգնություն։ Բայց երբ շտապօգնությունը հասավ, արդեն ուշ էր։ Վահագնը մահացել էր սրտի կաթվածից, 20 տարեկան հասակում, նույն հասակում, որում նրա տատը, Արփինեն, մահացել էր հոգեբուժարանում։ Բժիշկները ասացին, որ դա եղել է դեղերի կողմնակի ազդեցությունը։ Տարիների ընթացքում ուժեղ հոգեմետ դեղամիջոցների օգտագործումը վնասել էր նրա սիրտը, եւ այն պարզապես դադարեց աշխատել։ Ֆրունզիկը չէր տանը, երբ Վահագնը մահացավ։ Նա գնացել էր խանութ գնելու սնունդ, եւ երբ նա վերադարձավ, նա տեսավ շտապօգնության մեքենան իր տան առջև։ Նա վազեց ներս եւ տեսավ Վահագնին, պառկած հատակին, ծածկված սպիտակ շոր, եւ նա հասկացավ։ Նա չգոչեց, նա չլաց եղավ։ Նա միայն չլստեց եղավ։ Նա միայն նստեց հատակին, Վահագնի մարմնի կողքին, եւ նա մնաց այնտեղ, ժամերով, մինչև ոստիկանությունը եկավ եւ ասաց, որ նրանք պետք է տանեն մարմինը։ Ֆրունզիկը թույլ տվեց նրանց տանել Վահագնին, եւ երբ նրանք հեռացան, նա մնաց նստած այնտեղ, դատարկ հյուրասենյակում, որտեղ նրա որդին մահացել էր, եւ նա փորձեց զգալ ինչ-որ բան, ցավ, թեթևություն, ցանկացած բան։ Բայց նա զգաց միայն դատարկություն, անverջ, սարսափելի դատարկություն, որը լցվում էր նրա ներսում եւ սպառում էր ամեն ինչ։ Արդյոք սա էր այն, ինչ նա ուզում էր, երբ աղոթում էր Վահագնի ցավերի ավարտի համար։ Արդյոք սա էր այն խաղաղությունը, որը նա փնտրում էր իր որդու համար, թե սա միայն մեկ այլ ձև էր պարտության, վերջնական, անդառնալի պարտության, որը ավարտեց պատմությունը, որը սկսվել էր սիրով, բայց ավարտվեց միայն մահով եւ մոռացությամբ։ Երևանի քաղաքային Զագսի արխիվում, որը գտնվում է հին շենքի 3-րդ հարկում, որտեղ պատուհաններից երևում է Արարատը, պահվում է մի մահվան վկայական, համարակալված M6345։ Այդ վկայականում գրված է. Մկրտչյան Վահագն Ֆրունզիկի, ծնված 1969 թվականի հունվարի 12-ին, մահացած 1989 թվականի հոկտեմբերի 22-ին, մահվան պատճառ՝ սրտի կաթված։ Բայց այդ վկայականի հետևի կողմում, որտեղ սովորաբար գրվում են լրացուցիչ նշումներ, կա մի տող, գրված մանր, գրեթե անընթեռնելի ձեռագրով։ Հայրը պահանջել է փակ դագաղ, մերժել է ցույց տալ մարմինը ազգականներին։ Թաղման ժամանակ ներկա էին միայն 3 մարդ։ Փակ դագաղ, 3 մարդ։ Սա էր թաղոմը տղայի, որի պապը ամբողջ երկիրը ճանաչում էր, որի դեմքը փայլում էր կինոէկրաններին, որի անունը հնչում էր ամեն տանը։ Բայց ինչու Ֆրունզիկը, որը միշտ եղել է հպարտ մարդ, թաքցրեց իր որդու մահը, ինչպես ամոթալի գաղտնիք։ Ինչու՞նց նա չթույլ տվեց, որ մարդիկ հրաժեշտ տան Վահագնին, չթույլ տվեց, որ նրանք տեսնեն նրա դեմքը վերջին անգամ։ Եվ ովքեր էին այդ 3 մարդիկ, որոնք կանգնեցին գերեզմանի եզրին այն ցուրտ հոկտեմբերյան օրը, երբ երկինքը մոխրագույն էր եւ անձրևը հորդում էր, ինչպես արցունքներ։ 1989 թվականի հոկտեմբերի 23-ին, մեկ օր Վահագնի մահից հետո, Ֆրունզիկը նստած էր իր բնակարանում, Թբիլիսիում, պատուհանի մոտ, նայելով քաղաքին, որը արթնանում էր առավոտյան լույսի տակ։ Նա չէր քնել ամբողջ գիշեր։ Նա չէր կարող քնել, որովհետև ամեն անգամ, երբ փակում էր աչքերը, նա տեսնում էր Վահագնին, պառկած հատակին, ծածկված սպիտակ շորով, եւ այդ պատկերը այրում էր նրա ուղեղը, ինչպես կրակ։ Սոնան մտավ սենյակ բերելով թեյ, եւ նա տեսավ Ֆրունզիկին նստած անշարժ, նայելով դատարկության մեջ, եւ նրա աչքերը չոր էին, բայց դրանց մեջ կար այնպիսի ցավ, որը բառերը չէին կարող նկարագրել։ Նա ասաց. «Ֆրունզիկ, դու պետք է ուտես ինչ-որ բան, դու պետք է հանգստանաս»։ Բայց Ֆրունզիկը չպատասխանեց։ Նա միայն շարունակեց նայել պատուհանից, եւ Սոնան հասկացավ, որ նա չէր լսում նրան։ Նա ապրում էր իր սեփական աշխարհում, որտեղ նրա որդին դեռ կենդանի էր, կամ գուցե աշխարհում, որտեղ նա երբեք չէր ծնվել, եւ այդպես նրանք երկուսն էլ խուսափել էին այդ ողբերգությունից։ Հեռախոսը զանգեց, կտրուկ սուր ձայնով, որը կոտրեց լռությունը։ Սոնան պատասխանեց, եւ դա էր թաղման բյուրոից։ Նրանք ասացին, որ մարմինը պատրաստ է, որ նրանք սպասում են հանձնարարականներին թաղման համար։ Սոնան փոխանցեց հեռախոսը Ֆրունզիկին եւ նա վերցրեց այն դանդաղ, ինչպես թե այն կշռում էր տոննա։ Նա լսեց, ինչ ասում էին նրան,
Եվ ապա նա ասաց շատ հանգիստ, շատ պարզ. «Փակ դագաղ, ես չեմ ուզում, որ ոչ ոք տեսնի նրան։ Թաղումը կլինի վաղը, առավոտյան ժամը 8-ին, վերա գետի գերեզմանատանը։ Ոչ ծաղիկներ, ոչ երաժշտություն, ոչ ոք, բացի ինձնից»։ Մարդը հեռախոսի մյուս ծայրում փորձեց բողոքել. «Բայց պարոն Մկրտչյան, սովորաբար ընտանիքը…» Բայց Ֆրունզիկը ընդհատեց նրան. «Ես ասացի ոչ ոք, միայն ես»։ Եվ նա փակեց հեռախոսը։ Սոնան նայեց նրան, աչքերով, որոնք լի էին արցունքներով։ «Ֆրունզիկ, դու չես կարող անել դա, մարդիկ պետք է իմանան, նրանք պետք է հրաժեշտ տան Վահագնին»։ Բայց Ֆրունզիկը շարժեց գլուխը։ «Ո՞ր մարդիկ, Սոնա։ Ով հետաքրքրվեց նրանով, երբ նա կենդանի էր։ Ով եկավ այցելելու նրան, երբ նա հոգեբուժարանում էր։ Ով հարցրեց նրա մասին, երբ նա տառապում էր։ Ոչ ոք։ Եվ այժմ, երբ նա մեռել է, ես չեմ ուզում, որ նրանք գան իրենց կեղծ ցավակցություններով, իրենց դատող նայվածքներով։ Վահագնը ապրեց մենակ, եւ նա կթաղվի մենակ»։ Սոնան փորձեց ասել ինչ-որ բան, բայց Ֆրունզիկը վեր կացավ եւ գնաց իր սենյակը, փակելով դուռը հետևից, եւ Սոնան մնաց մենակ խոհանոցում լալով լուր, որովհետեւ նա հասկանում էր, որ Ֆրունզիկը կորցրել էր ոչ միայն իր որդուն, այլ նաեւ իր հավատը մարդկությանը, իր հավատը Աստծուն, իր հավատը այն բանին, որ կյանքը արժե ապրելու։ 1989 թվականի հոկտեմբերի 24-ին, վաղ առավոտյան, երբ արևը դեռ չէր ծագել եւ քաղաքը դեռ քնած էր, Ֆրունզիկը գնաց վերա գետի գերեզմանատուն։ Նա հագել էր սև կոստյում, նույնը, որը կրել էր իր հարսանիքին 24 տարի առաջ, եւ այն այժմ մեծ էր նրա համար, որովհետեւ նա նիհարել էր, կորցրել էր 20 կիլոգրամ վերջին տարվա ընթացքում։ Նա քայլեց գերեզմանատան միջով, անցնելով 5 գերեզմանների միջով, որտեղ քարերը ծածկված էին մամուռով եւ մոխով, եւ նա հասավ այն տեղը, որտեղ փորված էր նոր գերեզման, մութ, խոր անցքողում, որը սպասում էր իր որդուն։ Դագաղը արդեն այնտեղ էր, պարզ, փայտե, առանց որևէ զարդարանքի, եւ Ֆրունզիկը կանգնեց նրա կողքին, նայելով այդ տուփին, որի ներսում պառկած էր այն, ինչ մնացել էր Վահագնից։ Երկու գերեզմանափորները սպասում էին հեռվում, հարգալից հեռավորության վրա, եւ Ֆրունզիկը նշան արեց նրանց սկսել։ Նրանք եկան եւ սկսեցին իջեցնել դագաղը գերեզման, օգտագործելով պարաններ, եւ Ֆրունզիկը դիտեց, թե ինչպես այն դանդաղ իջնում էր, ավելի ու ավելի խորը, մինչեւ այն հասավ հատակին։ Ապա գերեզմանափորները սկսեցին լցնել հողը, եւ Ֆրունզիկը լսեց այդ ձայնը, հողի ընկնելու ձայնը փայտի վրա, եւ յուրաքանչյուր ձայն էր ինչպես հարված նրա սրտին։ Նա ուզում էր կանգնեցնել նրանց, ուզում էր գոչել. «Ոչ, սպասեք, դա սխալ է, նա չի կարող լինել այնտեղ»։ Բայց նա չարեց դա։ Նա միայն կանգնեց լուռ, ձեռքերը ծալած, նայելով, թե ինչպես գերեզմանը լցվում էր, մինչև այն դարձավ միայն բլուր, թարմ, մութ հող, որը հոտ էր տալիս անձրևից եւ մահից։ Երբ գերեզմանափորները ավարտեցին, նրանք հեռացան, թողնելով Ֆրունզիկին մենակ, եւ նա նստեց գերեզմանի եզրին, տնելով ձեռքը հողի վրա, որը դեռ տաք էր։ Նա փորձեց խոսել, փորձեց ասել ինչ-որ բան Վահագնին, բայց բառերը չեկան։ Ինչ կարող էր նա ասել։ Ներողություն։ Ես սիրում եմ քեզ։ Ես կարոտում եմ քեզ։ Այդ բառերը չափազանց փոքր էին, չափազանց թույլ էին այն ցավի համար, որը նա զգում էր։ Ուստի նա միայն նստեց այնտեղ, ձեռքը հողի վրա, եւ նա փորձեց զգալ Վահագնին այնտեղ, խորքում, բայց նա զգաց միայն սառը, անզգայուն հող, որը ոչինչ չէր պատասխանում, ոչինչ չէր տալիս հետ։ Արևը ծագեց դանդաղ, վարդագույն եւ ոսկեգույն, եւ լույսը սին, եւ լույսը սողեց գերեզմանատան վրայով, լուսավորելով խաչքարերը, ծառերը, թարմ գերեզմանը, որտեղ Ֆրունզիկը դեռ նստած էր։ Նա լսեց ձայներ, մարդիկ էին գալիս, այլ թաղաղումներ, այլ ընտանիքներ, որոնք բերում էին իրենց մեռելներին։ Նա վեր կացավ դանդաղ, ցավոտ, որովհետև նրա ոտքերը քարացել էին սառույցից եւ նստելուց, եւ նա նայեց գերեզմանին վերջին անգամ։ Նա ասաց, շատ հանգիստ, շատ պարզ. «Հանգստացիր, որդիս, վերջապես հանգստացիր»։ Եվ ապա նա շրջվեց եւ հեռացավ, առանց նայելու հետ, որովհետև նա գիտեր, որ եթե նայի, նա չի կարողանա հեռանալ։ Նա կմնա այնտեղ, հավերժ, մինչև նա ինքը դառնա մաս այդ հողից։ Մոսկվայի Մոսֆիլմի ստուդիայի արխիվում պահվում է մի նամակ, գրված Ֆրունզիկ Մկրտչյանի ձեռքով, ուղարկված 1989 թվականի նոյեմբերին, ռեժիսոր Գյորգի Դանելյային։ Այդ նամակում Ֆրունզիկը գրում է. «Հարգելի Գյորգի, ես ստացել եմ ձեր առաջարկը նկարահանվել նոր ֆիլմում, եւ ես շնորհակալ եմ ձեր վստահության համար, բայց ես պետք է մերժեմ։ Ես այլևս չեմ կարող խաղալ, չեմ կարող կեղծել հույզեր, որոնք չեմ զգում։ Ինչ-որ բան կոտրվել է ինձանում, անդառնալիորեն, եւ ես չգիտեմ, թե ինչպես վերանորոգել դա։ Գուցե ժամանակը կբուժի ինձ, ինչպես մարդիկ ասում են, բայց ես չեմ հավատում դրան։ Որոշ վերքեր չափազանց խոր են բուժվելու համար, եւ իմ վերքը հասնում է մինչև ոսկորներս»։
Այդ նամակը Դանելյան երբեք չի հրապարակել, բայց նա պահպանեց այն իր անձնական հավաքածուում, եւ երբ նրան հարցրին ինչու, նա ասաց, որովհետև դա վկայություն է այն մասին, թե ինչ գին են վճարում մեծ դերասանները իրենց արվեստի համար։ Ֆրունզիկը տվեց ամեն ինչ բեմին, բայց կյանքը վերցրեց ամեն ինչ նրանից։ Բայց արդյոք դա ճիշտ է։ Արդյոք Ֆրունզիկը իսկապես տվեց ամեն ինչ բեմին, թե նա ընտրեց բեմը իր ընտանիքի փոխարեն, եւ այդ ընտրությունը դատապարտեց Վահագնին մենակության եւ մահվան։ 1989 թվականի դեկտեմբերին Ֆրունզիկը նստած էր իր բնակարանում, մենակ, որովհետև Սոնան հեռացել էր։ Նա չէր կարող այլևս տեսնել Ֆրունզիկին այդպես, նստած օրեր շարունակ առանց շարժման, առանց խոսելու, առանց ուտելու, միայն նայելով պատուհանից կամ Վահագնի լուսանկարին, որը կանգնած էր սեղանին։ Նա ասել էր. «Ֆրունզիկ, ես չեմ կարող այլևս տեսնել քեզ այդպես, նստած օրեր շարունակ առանց շարժման, առանց խոսելու, առանց ուտելու, միայն նայելով պատուհանից կամ Վահագնի լուսանկարին, որը կանգնած էր սեղանին»։ Նա ասել էր. «Ֆրունզիկ, ես չեմ կարող այլևս տեսնել քեզ այդպես, նստած օրեր շարունակ առանց շարժման, առանց խոսելու, առանց ուտելու, միայն նայելով պատուհանից կամ Վահագնի լուսանկարին, որը կանգնած էր սեղանին»։ Նա ասել էր. «Ֆրունզիկ, ես չեմ կարող այլևս տեսնել քեզ այդպես, նստած օրեր շարունակ առանց շարժման, առանց խոսելու, առանց ուտելու, միայն նայելով պատուհանից կամ Վահագնի լուսանկարին, որը կանգնած էր սեղանին»։ Նա ասել էր. «Ֆրունզիկ, ես չեմ կարող այլևս տեսնել քեզ այդպես, նստած օրեր շարունակ առանց շարժման, առանց խոսելու, առանց ուտելու, միայն նայելով պատուհանից կամ Վահագնի լուսանկարին, դեռլի կյանքով»։ Նա նայում էր այդ դեմքին, այդ փոքրիկ դեմքին, որը այդքան նման էր իրենը, եւ նա փորձում էր հիշել, թե ինչպիսին էր Վահագնը այն ժամանակ, նրա ձայնը, նրա ծիծաղը, նրա ձեռքերը, որոնք բռնում էին նրա մատները։ Բայց հիշողությունները մշուշոտ էին, ինչպես հին ֆիլմ, որը դիտել են չափազանց շատ անգամներ, եւ Ֆրունզիկը վախենում էր, որ մի օր նա կմոռանա ամեն ինչ։ Կմոռանա նույնիսկ Վահագնի դեմքը, եւ ապա ինչ կմնա։ Ոչինչ։ Միայն դատարկություն եւ ցավ, որը երբեք չի անցնի։ Հեռախոսը զանգեց եւ Ֆրունզիկը թողեց այն զանգել 10 անգամ, 15, 20, մինչեւ այն դադարեց։ Նա չէր ուզում խոսել ոչ ոքի հետ։ Ինչ կարող էին նրանք ասել նրան։ Ցավակցում ենք, ժամանակը կբուժի, կյանքը շարունակվում է։ Այդ բառերը դատարկ էին, անիմաստ էին, եւ Ֆրունզիկը չէր ուզում լսել դրանք։ Նա ուզում էր լինել մենակ, իր ցավի հետ, իր մեղքի հետ, իր հիշողությունների հետ։ Նա ուզում էր անհետանալ դանդաղ, լուռ, առանց որ ոչ ոք նկատի, մինչև նա դառնա միայն ստվեր, ապա ոչինչ։ Բայց կյանքը չթույլ տվեց նրան անհետանալ։ 1990 թվականին Ֆրունզիկին ախտորոշեցին ծանր հիվանդություն, թոքերի քաղցկեղ, որը արդեն տարածվել էր ողնաշարին եւ լյարդին։ Բժիշկները ասացին, որ նրան մնացել է 6 ամիս, գուցե տարի, եթե նա ստանա քիմիաթերապիա։ Բայց Ֆրունզիկը մերժեց բուժումը։ Նա ասաց. «Ես ապրել եմ բավականաչափ, ես տեսել եմ բավականաչափ, ես պատրաստ եմ գնալ»։ Բժիշկները փորձեցին համոզել նրան, բայց նա անսասան էր, եւ վերջապես նրանք հրաժարվեցին։ Նրանք տվեցին նրան ցավազրկող դեղեր եւ ասացին. «Երբ ցավը դառնա անտանելի, վերցրեք դրանք»։ Ֆրունզիկը վերցրեց դեղերը եւ վերադարձավ տուն, սպասելու մահվան, որը գալիս էր դանդաղ, բայց անխուսափելիորեն։ 1991 թվականի դեկտեմբերի 28-ին, ցուրտ ձնոտ գիշեր, երբ Թբիլիսը ծածկված էր սպիտակ ծածկույթով, Ֆրունզիկ Մկրտչյանը մահացավ իր բնակարանում, մենակ։ Նրան գտավ հարևանուհին հաջորդ առավոտ, երբ նա նկատեց, որ Ֆրունզիկի դուռը բաց է, եւ նա մտավ ներս կանչելով նրա անունը։ Նա գտավ նրան պառկած մահճակալին, ձեռքերը ծալած կրծքին։ Երևանի Կոմիտասի անվան Պանթեոնում, որտեղ թաղված են Հայաստանի ամենամեծ դերասանները, գրողները, երաժիշտները, կա մի գերեզման, պարզ սև մարմարե, որի վրա գրված է միայն Ֆրունզիկ Մկրտչյան 1934-1991։ Ոչ մեկ այլ բառ, ոչ մեկ էպիտաֆ, ոչ մեկ նկարագրություն նրա կյանքի կամ նվաճաճումների մասին, միայն անունը եւ տարեթվերը։ Բայց եթե դուք գնաք այնտեղ վաղ առավոտյան, երբ Պանթեոնը դատարկ է եւ լուր, եւ եթե դուք նայեք ուշադիր, դուք կտեսնեք, որ այդ գերեզմանի կողքին, մի քանի մետր հեռավորության վրա, կա մեկ այլ գերեզման, փոքր, համեստ, գրեթե անտեսանելի։ Այդ գերեզմանի վրա գրված է Վահագն Մկրտչյան 1969-1989։ Երկու գերեզման, հայր եւ որդի, բաժանված մահվամբ, բայց միացված հողով, որը ծածկում է նրանց երկուսին։ Ֆրունզիկի թաղումը եղավ 1991 թվականի դեկտեմբերի 32-րդ օրը, եւ այնտեղ եկան հարյուրավոր մարդիկ, դերասաններ, ռեժիսորներ, երկրպագուներ, որոնք սիրում էին նրան եւ ցանկանում էին հրաժեշտ տալ նրան։
Բայց ոչ ոք չգիտեր, որ Ֆրունզիկը ունեցել է որդի, որ այդ որդին մահացել էր 11 տարի առաջ, որ Ֆրունզիկը ապրել է այդ 11 տարիները, կրելով այդ գաղտնիքը, այդ ցավը, այդ մեղքը։ Նրանք խոսեցին նրա տաղանդի մասին, նրա հումորի մասին, նրա ներդրման մասին հայկական կինոյում, բայց ոչ ոք չխոսեց նրա իսկական ողբերգության մասին, այն փաստի մասին, որ նա կորցրել էր իր միակ որդուն հիվանդության համար, որը նա ինքը փոխանցել էր նրան իր արյան միջոցով։ Թաղումից հետո, երբ բոլորը հեռացան, մի կին մնաց, կանգնած Ֆրունզիկի գերեզմանի մոտ։ Դա էր Թամարան, բուժքույրը, որը խնամել էր Վահագնին նրա վերջին տարիներին։ Նա պահում էր ձեռքում մի փունջ ծաղիկներ, եւ նա քայլեց դեպի Վահագնի գերեզմանը, այն փոքրիկ մոռացված գերեզմանը, որը ոչ ոք չէր այցելում։ Նա դրեց ծաղիկները այնտեղ եւ ասաց շատ հանգիստ. «Վահագն, քո հայրը եկավ քեզ մոտ։ Դուք միասին եք այժմ, եւ ոչ ոք չի կարող ձեզ բաժանել եւս»։ Եվ ապա նա հեռացավ լալով, որովհետև նա հիշում էր այն տղային, որը մի ժամանակ եղել էր Վահագնը, դեռ երիտասարդ, դեռ գեղեցիկ, դեռ լի հնարավորություններով, որոնք երբեք չիրականացան։ Տարիները անցան, եւ Ֆրունզիկ Մկրտչյանը դարձավ լեգենդ, մարդը, որը ստեղծեց անմոռանալի կերպարներ, որը ծիծաղեցրեց միլիոնավոր մարդկանց, որը մնաց հայկական կինոյի պատմության մեջ ինչպես հսկա։ Բայց քիչ մարդիկ գիտեն նրա իսկական պատմությունը, այն պատմությունը, որը թաքնված է փառքի եւ ծափահարությունների հետևում։ Պատմությունը հոր մասին, որը սիրեց իր որդուն ավելի քան կյանքը, բայց չկարողացավ փրկել նրան։ Պատմությունը տղայի մասին, որը ծնվեց անեծքով, գրված իր գեներում, եւ որը պայքարեց այդ անեծքի դեմ մինչև վերջ, բայց պարտվեց։ Պատմությունը ընտանիքի մասին, որը ոչնչացվեց հիվանդությամբ, որը անցավ սերնդից սերունդ, ինչպես մահացու ժառանգություն։ Այսօր, երբ մարդիկ դիտում են Միմինոն կամ Ֆրունզիկի այլ ֆիլմերը, նրանք տեսնում են միայն ծիծաղը, միայն տաղանդը, միայն լույսը։ Բայց եթե դուք գիտեք նրա պատմությունը, եթե դուք գիտեք, թե ինչ էր թաքնված այդ ժպիտի հետևում, դուք կտեսնեք նաև ցավը, նաև մեղքը, նաև այն անverջ, անողոք պայքարը, որը նա մղեց ամեն օր, փորձելով լինել լավ հայր, լավ դերասան, լավ մարդ, բայց զգալով, որ նա ձախողվում է բոլոր ճակատներում։ Վահագնի գերեզմանը դեռ այնտեղ է, վերագետի ջեկերեզմանատանը, մոռացված, անտեսված, ծածկված մամուրով եւ մոխով։ Ոչ ոք չի այցելում այն, ոչ ոք չի դնում ծաղիկներ այնտեղ, ոչ ոք չի հիշում այն տղային, որը մի ժամանակ ապրել է, շնչել է, երազել է։ Բայց գուցե դա ավելի լավ է։ Գուցե Վահագնը վերջապես գտավ այն խաղաղությունը, որը նա փնտրում էր ողջ իր կարճ տառապալից կյանքի ընթացքում։ Գուցե նա վերջապես ազատ է ձայներից, պատկերներից, ցավից, որը տանջում էր նրան։ Գուցե նա վերջապես հանգստանում է։ Իսկ Ֆրունզիկը, ինչ կարելի է ասել Ֆրունզիկի մասին։ Նա էր մարդ, որը տվեց ամեն ինչ իր արվեստին, բայց կորցրեց ամեն ինչ իր կյանքում։ Նա էր հայր, որը սիրեց իր որդուն անսահմանորեն, բայց չկարողացավ փրկել նրան։ Նա էր մարդ, որը կրեց անտանելի ցավ, բայց երբեք չթույլ տվեց, որ աշխարհը տեսնի այն։ Նա էր հերոս եւ զոհ միաժամանակ։ Հերոս, որովհետև նա շարունակեց ապրել, շարունակեց աշխատել, շարունակեց ժպտալ, նույնիսկ երբ նրա սիրտը կոտրված էր 1000 կտոր։ Եվ զոհ, որովհետև նա վճարեց ամենաբարձր գինը, իր երեխայի կյանքը, հիվանդության համար, որը նա չընտրեց, բայց որը նա փոխանցեց։ Արդյոք Ֆրունզիկը մեղավոր էր Վահագնի ճակատագրի համար։ Արդյոք նա կարող էր անել ինչ-որ բան այլ կերպ, ինչ-որ բան, որը կփրկեր իր որդուն։ Թե դա պարզապես ճակատագիր էր, անեծք, որը գրված էր Դոնարայի արյան մեջ, եւ որը անխուսափելիորեն անցավ Վահագնին։ Մենք երբեք չենք իմանա պատասխանը, բայց այն, ինչ մենք գիտենք, այն է, որ Ֆրունզիկը ապրեց իր վերջին տարիները կրելով այդ հարցը, այդ մեղքը, այդ ցավը, եւ նա երբեք չգտավ խաղաղություն, մինչեւ մահը վերջապես ազատեց նրան։ Այսօր, երբ նոր սերունդը դիտում է Ֆրունզիկ Մկրտչյանի ֆիլմերը, նրանք տեսնում են միայն փայլը, տաղանդավոր դերասանին, որը ստեղծեց անմոռանալի կերպարներ, որը դարձավ խորհրդային կինոյի լեգենդ։ Բայց նրանք չգիտեն գինը, որը նա վճարեց այդ փառքի համար։ Նրանք չգիտեն, որ ամեն անգամ, երբ նա ժպտում էր կամերայի առջև, նրա սիրտը արյունահոսում էր։ Նրանք չգիտեն, որ ամեն անգամ, երբ նա ստանում էր ծափահարություններ, նա մտածում էր իր որդու մասին, որը երբեք չլսեց այդ ծափահարությունները, որը երբեք չտեսավ իր հոր հաջողությունը, որը մահացավ մենակ, մոռացված, կապված հոգեբուժարանի մահճակալին։ Դոնարայի ընտանիքի անեծքը վերջացավ Վահագնով։ Նա չունեցավ երեխաներ, ուստի այդ սարսափելի գենետիկական ժառանգությունը, որը անցավ Արփինեից Դոնարային, Դոնարայից Վահագնին, վերջապես կանգ առավ։ Բայց ինչ գնով։ Ամբողջ տոհմի ոչնչացման գնով։
3 սերունդ, Արփինե, Դոնարը, Վահագն բոլորը մահացան հիվանդությունից, որը ոչ ոք չէր կարող բուժել, որը ոչ ոք չէր կարող կանգնեցնել։ Եվ Ֆրունզիկը, որը չէր տառապում այդ հիվանդությունից, մահացավ այնուամենայնիվ, ոչ թե մարմնի, այլ հոգու հիվանդությունից, որը կոչվում է անսահման ցավ։ Կա արդյոք արդարություն այս աշխարհում։ Կա արդյոք Աստված, որը տեսնում է մեր տառապանքները եւ հոգ է տանում։ Ֆրունզիկը հարցրեց այդ հարցերը ամեն օր իր կյանքի վերջին 10 տարիների ընթացքում, եւ նա երբեք չստացավ պատասխան։ Նա տեսավ իր որդուն տառապելիս, մահանալիս, եւ նա չտեսավ ոչ մի արդարություն, ոչ մի ողորմություն, ոչ մի իմաստ այդ ողբերգության մեջ։ Միայն դատարկություն եւ ցավ, որը երբեք չվերջացավ։ Բայց գուցե կա մի դաս այս պատմության մեջ։ Գուցե այն մեզ սովորեցնում է, որ կյանքը անարդար է, որ մենք չենք կարող վերահսկել ամեն ինչ, որ երբեմն անկախ նրանից, թե որքան մենք սիրում ենք, որքան մենք փորձում ենք, որքան մենք պայքարում ենք, մենք պարտվում ենք։ Եվ այդ պարտությունը չի նշանակում, որ մենք թույլ ենք կամ անարժան։ Դա միայն նշանակում է, որ մենք մարդիկ ենք, եւ մարդիկ կոտրվում են։ Ֆրունզիկ Մկրտչյանը կոտրվեց, բայց նա կոտրվեց ոչ թե թուլությունից, այլ սիրուց։ Նա սիրեց իր որդուն այնքան շատ, որ այդ սերը սպանեց նրան։ Եվ գուցե դա ամենամեծ ողբերգությունն է, երբ սերը, որը պետք է փրկի, փոխարենը ոչնչացնում է։ Ընկերներ, ինչպես եք վերաբերվում Ֆրունզիկ Մկրտչյանին։ Եղավ արդյոք նա իր որդու ճակատագրի զոհը, թե կարող էր ինչ-որ բան անել այլ կերպ։ Արդյոք նա մեղավոր է, որ փոխանցեց այդ սարսափելի գենետիկական ժառանգությունը Վահագնին, թե նա պարզապես չէր գիտեր եւ երբ իմացավ, արդեն ուշ էր։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Մենք ուզում ենք իմանալ, թե արդյոք դուք հիշում եք Ֆրունզիկին ձեր քաղաքում։ Արդյոք ձեր ծնողները պատմել են նրա մասին։ Արդյոք դուք տեսել եք նրա ֆիլմերը։ Սեղմեք հավանել այս ճշմարտության համար, որը թաքնված էր տասնամյակներ, եւ բաժանորդագրվեք մեր ալիքին ավելի շատ պատմություններ լսելու համար այն մարդկանց մասին, որոնք փայլեցին էկրանին, բայց տառապեցին իրական կյանքում։ Մենք շարունակելու ենք պատմել ճշմարտությունը, անկախ նրանից, թե որքան ցավոտ է այն։